Ժկով ժամանակով կար մի թագավորություն Դավթաշենյան հովիտներում։ Այն հայտնի էր իր գեղեցիկ, կանաչ ու փարթամ այգիներով, որոնք բնակիչների ամենօրյա հպարտությունն էին։ Մի օր թագավորը որոշում է այդ այգիներից մեկը բարեկարգել, տեղադրել գեղեցիկ շատրվաններ, կառուցել խաղահրապարակներ, տեղադրել խաղասարքեր փոքրիկ բնակիչների համար։ Եվ այդ որոշումից 2 տարի անց էլ այդ այգին բարեկարգվում էր։ Բայց այս ամենը հեքիաթ չէր լինի իհարկե, եթե չլիներ չար հերոս Շինը։ Նա այգին կառուցող շինարարն էր, որը մեր մեջ ասած այդքան էլ լավ չէր աշխատում։ Օրինակ այգում դուրս ցցված խողովակներ կային, շրջակայքում շինարարական աղբեր թափված, զուգարանը ընդհանրապես չէր գործում։ Եվ ընդհանրապես 1 տարի է անընդհատ ձգձգվում էր այդ կառուցումը եւ չէր ավարտվում։ Զարմանալիորեն թագավորը համարելով, որ այգին բավականաչափ բարեկարգված է, հայտարարում է, որ բոլոր բնակիչները գոհ են եւ օգտվում են այգու բարիքներից։ 77 աղբամանից, 126 նստարանից, 7 մարզասարքից եւ 7 խաղասարքից։ Իսկ թե ինչ եղավ, ինչու եղավ եւ արդյոք պատժվեց Շինը, կարող եք կարդալ Infocom-ում հրապարակված հոդվածում, որի հղումը կգտնեք նկարագրության բաժնում։ Հավանեք, հետևեք եւ տարածեք մեր հրապարակումները, որպեսզի մենք գտնենք ու ձեզ պատմենք ամենաանհավանական հեքիաթները։ Իսկ այս հեքիաթի վերջում երկնքից ընկավ 3 խնձոր, մեկն ասողին, մեկը լսողին, իսկ մյուսն էլ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության թիմին։